Երբ ազգը կրթված չէ, ազգի գլուխը դատարկ է, այդ դատարկությունը անպայման կլսվի ինչ-որ մի բանով։ Եվ եթե պետական իշխանությունը չի զբաղվում դրանով, ապա դրանով կզբաղվեն այլոք, ելնելով իրենց շահերից։ Հայ ժողովրդի հանրային գիտակցության մեջ, իսկ հանրային գիտակցությունը դա պատմական պրոցեսի հոգևոր կողմն է, ամրագրված է ամրապնդված է մի շատ վտանգավոր միֆ հայերի համար։ Այն է ռուս-թուրքական դաշինք։ Հայերը համոզված են, որ կա այդ հզոր դաշինքը, որը միշտ գործել է հայերի, Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, դե հայերն այնքան հերոս են եղել, որ դիմացել են դրան, առ այսօր գոյություն ունեն։ Այդ դաշինքը միշտ հայկական հողեր է տվել թուրքերին, Արևմուտքը միշտ Հայաստանի պաշտպանել է, հայ ժողովրդի միակ բարեկամը այս աշխարհում դա Արևմուտքն է անգլոսաքսերի գլխավորությամբ։ Բնականաբար այդ միֆը հանրային գիտակցության մեջ ծնում է քսենոֆոբիայի ամենաայլանդակ ձևերից մեկը, տարատեսակներից մեկը ռուսաֆոբիա, ռուսացիացություն։ Հիմա Հայաստանի անկախությունից հետո 91 թվականին հայ-շահական իշխանությունը, որը բաղկացած էր բացառապես հակասովետական թափթփուկներից, դրանք բոլորը թափթփուկներ էին, անգամ Տեր-Պետրոսյանն էր թափթփուկ, դեպս շատ կրթված մարդ էր, սովետական գիտնական էր, իսկ հակասովետականությունը դա հակառուսականությունն է։ Եթե մեկը ասում է, ես հակասովետական եմ եղել, բայց հակառուսական չեմ եղել, դա նշանակում է ինքը դիմացինին էշի տեղադրում կամ ինքն է իր։ Ոչ, հակասովետականությունը դա բացարձակ նույնն է, ինչ հակառուսականությունը։ Կարծես թե Հայաստանն արդեն անկախ էր, պետական իշխանությունը պետք է զբաղվեր իր ժողովրդին կրթելով, հին կրթական համակարգը բարելավելով, նոր պատմագրություն ստեղծելով, հինը կատարելագործելով։ Ինչ արեցին սրանք։ Սրանք հին կրթական համակարգը, հանճարեղ լունաչարցկու համակարգը վերացրին, ինչ-որ եվրոպական գրանտերի և վարկերի դիմաց նախաձեռնեցին այս այն չարիքը, որը կոչվում է Բոլոնյան պրոցես, կրթության հերնանիսին, իսկ պատմագրության մեջ, պաշտոնական պատմագրության մեջ ամրագրեցին շատ վտանգավոր և սխալ, անբարոյական դրույթներ։ Օրինակ, 91 թվականից հետո պատմության դասագրքերում սկսեցին գրել, որ իբր շատ գելուգազան դեմոկրատական հանրապետություն կար, կամ ես եմ այդ բարբերությունը հիշում դասագրքից, մի անգամ դժբախտաբար թերթել եմ, թե այնքան դեմոկրատական էր Հայաստանը, որ կանայք ձայնի իրավունք ունեին, այն դեպքում, երբ Շվեյցարիայի նման երկրում կանայք դեռ ձայնի իրավունք չունեին։ Սա ասում եմ մի շատ խուլյան պետության մասին, դաշնակ խմբապետերի պետության մասին, որը 100%-ով գտնվում էր անգլիացիների վերահսկողության ներքո։ Դե հիացեք, ինչ ասեմ, եւ այդ պետության վերջը տվեցին ռուսները, բոլշևիկները, մեր հողերն տվեցին թուրքերին, անքեւ ռուս-թուրքական դաշինք, եւ խեչ Հայաստանը վերացավ։ Այս իհարկե ինչ-որ օբյեկտիվ հայկական արևմտականությունը, հայկական ռուսացիացությունը, ռուսաֆոբիան, ինչ-որ օբյեկտիվ պատճառներ ունի։ Տեսեք, դաշնակները երբ հեռացան Հայաստանից 1920-ից հետո, ինչ պետք է ասեին նրանք սփյուռքին, չէին ասի, թե մենք ապաշնորհենք անգլիացիների խելքի նկանք, մեր երկիրը տուրը տվեցինք։ Չէ, պետք է ասեին, թե ախպեր ջան, դե մենք նորմալ դեմոկրատական երկիր էինք, ԱՆՏԱՆՏ-ի անդամ էինք, դե ռուսերենը եկան մեզ վերացրին։ Պարզա նրանք չէին խոսի
եւ մարդկանց ուղեղի մեջ չէին մտցնի, որ անգլիացիների դրդմամբ նրանք հայտարարակ պատերազմ սկսեցին թուրքերի հետ։ Անգլիացիների հրահանգով նրանք Կարս քաղաքի ողջ հրետանին ուղարկեցին Դենիքինին։ Հետո երբ եկավ Կարսի պաշտպանելու ժամանակը, պարզվեց, որ կրակելու բան չկա։ Երբեք չեն ասի, որ անգլիացիների հրահանգով Հանզինես գնդապետ Սթոքսի, որը հայտնի ֆիլմում Նոքսա դրա անունը, գնացին եւ դավադիր պայմանագիր ստորագրեցին դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում 20 թվականին։ Ինչը կարող էին անել։ Ընդհանրապես կարող էին անել, որովհետեւ արդեն բոլշևիկների 11-րդ բանակը Հայաստանում էր։ Կասյանը, որի փողոցը վերանվանեցին սրանք, Երևանը կանխեց թուրքերի ներխուժումը Երևան քաղաք, կարող են այդ բանը չանեին, բայց քանի որ անգլիացիք էին այդ գաղափարի հեղինակը, նրանք ամեն ինչ արեցին, որ ռուսների կյանքը բարդացնեն հետագայում։ Հիմա ռուս-թուրքական դաշինքը պետք է հիմնովին ես կփորձեմ մի 10 րոպեում դրա պատմությունը ներկայացնել մի քանի փաստերով։ Ուրեմն առաջի ռուս-թուրքական բախումը դաշինքի բախումը տեղի ունեցավ 1598 թվականին ռուսական սպոտայից քիչ առաջ։ Վերջինը 1918-ին, այսինքն համաշխարհային պատերազմի ավարտով։ 620 տարվա ընթացքում Օսմանյան կայսրությունը կրվել է Մոսկովյան թագավորության եւ ռուսական կայսրության դեմ։ Այդ 320 տարուց 69 նրանք գտնվել են թեժ պատերազմի մեջ, 69 տարին 320-ից, դա մի քիչ չի։ Ատվեստովա շատ է դաշինքի համար։ Մի անգամ պարտվել են ռուսները, դա Պետրոսի անհաջող արշավներ, որից հետո Պետրոս առաջինը զիջեց Ազովը, մի անգամ ոչ ոքի են խաղացել, այդ 1853-56 թվականների Ղրիմի պատերազմը, թեպետ թուրքերը էլի պարտվեցին, ահագին տարածքներ կորցրեցին, Կարսը օրինակ, որոնք հետո Փարիզի տրակտատով ռուսները վերադարձրին, այսինքն փոխանակեցին Ղրիմում կորցրած տարածքների հետ։ Մնացած բոլոր պատերազմներում թուրքերը բնաջինջ են եղել։ 16-րդ դարի քարտեզը կամ թեկուզ 17-րդ դարի քարտեզը որ նայեք, Սևծովը դա թուրքական ջակուզի էր, թուրքերի ներքին ծովն էր։ Ինչ դարձավ հետո, բոլորս հիմա կարող ենք տեսնել։ Ուրեմն 17-րդ դարից անգլիացիք սկսեցին որպես տարան օգտագործել, դիտարկել որպես տարան Օսմանյան կայսրությունը Եվրոպայի, իսկ հետո նաև Ռուսաստանի դեմ։ Երկու անգամ թուրքերը Վիեննա հասան։ Երկու անգամ։ Վերջին անգամ դրանց Վիեննայից հրադարեց Լեյ թագավոր Յան Սոբեսկին 1673-ին եւ ոչ մի անգամ անգլիացիք մատեմատին չտվեցին։ Հետո արդեն երբ Ռուսաստան ներկայացություն դառնում, նրանք տեսան, որ թուրքերից լավ գործիք ռուսների դեմ պայքարելու չկա ուղղակի։ Ուղղակի չկա։ Եվ տենց սկսեց ռուս-թուրքական դաշինքի անդամներից մեկի թուրքերի սպանդը ռուսների կողմից։ Եվս մի կարևոր հանգամանք նշեմ, նոր անցեմ առաջ։ Ռուսաստանն ինքն իրեն համարում է արևելյան հռոմեական կայսրության, այսինքն Բյուզանդիայի քաղաքակրթական ժառանգը։ Ինչ ասել է քաղաքակրթական ժառանգ, օրինակ շատ կարճ ասած հին Հռոմը, հին Հունաստանի ժառանգներ, նա ժառանգեց հույներից ամեն ինչ, եւ մշակույթը, եւ տարածքները, եւ հանրային բարոյականությունը եւ ամեն ինչ։ Հիմա լինելով
Բարսիալի կողմից նշանակված լինելով արևելյան հռոմեական կայսրության ժառանգ, ռուսները առ այսօր տիրացել են իրենց ժառանգության մի մասին։ Խոսքը Նովորոսիայի մասին է, այսինքն Նովորոսիան Եկատերինայի նվաճումներն է, Օդեսայից մինչև Ղրիմ, ներառյալ Խերսոն, խոսքը եւ դա այսօր ռուսները վայելում են որպես բյուզանդական ժառանգ, որը ժամանակին Բյուզանդիայից խլել էին, Հին Հռոմից խլել էին թուրքերը։ Մնացել է Ստամբուլը եւ Անատոլիան։ Իվան Գրոզնու ժամանակներից, երբ Իվան Գրոզին հայտարարեց Մոսկվա երրորդ Հռոմ կոնցեպտի մասին, ռուս կառավարիչների աչքը Բոսֆորի, Դարդանելի եւ Կոստանդնուպոլիսի վրա է։ Եվ բազում անգամներ պատմության մեջ իրադարձություններն են զարգացել ռուս-թուրքական պատերազմներում, որ վերջին պահին հաղթանակը իրենց չի հասել, անգլիացիները մի ժամանակին ստոպ կրանը քաշել են։ Օրինակ Ադրիանոպոլը դա արզվարստան է Ստամբուլ քաղաքի։ Ադրիանոպոլում ռուսական զորքերը ինչ-որ հրադադար են ստորագրում։ Բայց Ստամբուլ տենց էլ չմտան, որովհետև աշխարհում կար Անգլիայի նման տերություն, որը Թուրքիայի ամենանվիրյալ դաշնակիցն էր եւ իսկ թուրքերը նրանց ամենահավատարիմ վասալը առ այսօր։ Ուրեմն հայերի համար ճակատագրական էր 1877-78 թվականների պատերազմը, որը ավարտվեց Սան Ստեֆանոյի պայմանագրով եւ Բեռլինի տրակտատով, Բեռլինի կոնգրեսում։ Սան Ստեֆանոյի պայմանագրում նշված էր, որ ստեղծվում է 5 հայկական ավտոնոմիա, ընդ որում հայկական բնակչությունն այդ ավտոնոմիայում 20-ից 40% էր, 40-ը չէր գերազանցում։ Հայ նահանգապետով, հայ գուբերնատորով, հայ ժանդարմերիայով։ Իսկ ռուսական զորքերը կմնան այնքան, մինչև որ այդ ավտոնոմիաները կայանան, ոնց որ այսօր են ասում, չէ, մենք Մոլդովայում այնքան կմնանք, մինչև մեզ Դնեստրի խնդիրը լուծվի, նոր մենք կհեռանանք։ Մինչև հայկական ավտոնոմիաները կայանան, ռուսները հետ կքաշվեն։ Անգլիացիների համար դա մանրածու հարված էր, որովհետև դա նշանակում էր ոչ այլ ինչ, եթե ոչ թուրքական կայսրության ուղղակի դանդաղ ոչնչացում։ Սրանք սուլտանին համոզում են, թե այ սուլտան աղբեր, դու որ ստորագրել ես, հասկանում ես դրա վտանգը որն է, բա ինչ անեի, գային Ստամբուլ հասնեն ռուսները, դե բա ձև կա։ Արի մենք Բեռլինում կոնգրես անենք, ռուսներին կանչենք, ռուսներին ճնշենք, մենք ռուսներին քո երկից կհանենք, դու հայերին ամեն ինչ կխոստանաս, դե դու էլ մեզ կտաս Կիպրոս կղզին, կտաս մեզ, մեր ավստրիացի աղբերներին է կտաս Բոսնիան։ Սուլտանը համաձայնում է, Ալեքսանդր II-ն լինելով ըստ ամենայնի ոչ մեծ կամքի տեր մարդ, ի տարբերություն իր հորը Նիկոլայ I-ի եւ իր զավակի Ալեքսանդր III-ին, նա թույլ մարդ էր, թեպետ շատ կրթված ծերեզրեներ, ինքը ճշումներին գնաց, հայերին խոստացան, որ սուլտանը իրենց հորոպորտ տղի պես կնայի, դեմերը խաղ չի այս կոմ, Խրիմյան հայրիկն էլ ապագա կաթողիկոսը, շատ երջանիկ հետ եկավ, դե տեսար վերջապես ինչ հաղթանակ ձեռք բերեցինք Բեռլինում։ Ռուսները հեռացան, այդ պատերազմից Ռուսաստանին մնաց մենակ Կարսն ու Բաթումը, նաև անկախություն ձեռք բերեցին Բուլղարիան, Սերբիան, ինչևէ, ռուսները գրեթե բան չշահեցին այդ պատերազմից, Կարսից և Բաթումից բացի։ Իսկ հայերն անիծվեց, թե ոնց սուլտանը անգլիացիների երաշխիքով հայերին փաղաքշեց, արդեն գիտենք
պատմությունից։ Հետո արդեն 17 թվին փլուզվեց ռուսական կայսրությունը, որին հետևեց հոկտեմբերյան հեղաշրջումը, ապա շնորհ արևմտական կառավարությունը տապալեցին բոլշևիկները եւ հարկադրված ստորագրեցին Բրեստ-Լիտովսկի հայտարարակ պայմանագիրը, հարկադրված ստորագրեցին, որովհետեւ չէին կարող պատերազմը շարունակել 200 կիլոմետր էր մնացել գերմանացիներին Պետերբուրգ հասնելուն, որովհետև այդ առաջի սերնդի լիբերալները այն ռեֆորմներն անցկացրին բանակում, որ հերնանիսվեց բանակի։ Օրինակ ոնց կարելի է հասկանալ եւ մեկնաբանել զինվորական կոմիտեների ստեղծումը։ Զինվորներն են իրենց հրամանատար ընտրում։ Լավ տեն բան ով արել, երբ արել։ Զինվոր ընտրում է հրամանատար։ Զինվոր համաշխարհային պատերազմի ժամանակ ինքներին արձակուրդ է գրում, ինքը ստորագրում եւ թողնում։ Եվ թողնում հեռանում խրամատներից։ Այդ լիբերալագույն ռեֆորմները հանգեցրեցին նրան, որ Ռուսաստանի հերնանիսպես պատերազմ շարունակել բոլշևիկների չէին ուզում, իսկ քանի որ բոլշևիկների առաջնորդները հանճարեղ մարդիկ էին, նրանք ասին, որ ինչ ժամանակավոր կտանք, հետո հետ կվերցնենք։ Եվ տենց էլ եղավ։ Բոլոր կորուստների հետ վերադարձրեցին, իսկ դաշնակների զիջած տարածքները թողեցին, ինչպես ասում են ռուսերեն, նապատոն մինչև 45 թվական։ Ուրեմն 20 թվին Հայաստանում իշխանափոխություն եղավ դեկտեմբերին։ Հայաստանը ըստ վեճի հայ-թուրքական պատերազմի եւ շնորհիվ անգլիացիների դարձավ 9800 քառակուսի կիլոմետր։ Մոսկովյան կոնֆերանսի ժամանակ ռուսները կարողացան հետ բերել եւս 21000 քառակուսի կիլոմետր, որը այսօր այդ պրոցեսը անվանում է կիսել։ Թուրքերը հայկական հողերի կիսելը հետ էր, որ թուրքերից 22000 քառակուսի կիլոմետր հետ են բերում ստեղծվում սովետական Հայաստանը։ Այն մյուս 30000-ը ռուսները չկարողացան հետ բերել, որովհետեւ դաշնակները էլի անգլիացիների դրդմամբ Վրացյան Սիմոնիկի ղեկավարությամբ կազմակերպեցին խայտառակ խռովությունը, այդ ապստամբությունը Երևանում, մի քանի օրով իշխանությունը վերցրեցին Երևանում, հերագրում էին մոծված այդ հայ նախարարին ռադար եք ընդեղից, իշխանությունը էլի մերն է, էսա այն է, Սիմոն Վրացյանն է, Աթաթուրքին, այն ժամանակ Աթաթուրք էր, Մուստաֆա Քեմալն էր, աշխարհի կողմից չճանաչված առաջնորդ Թուրքիայի, գրում էին, թե ախպեր արի մեր զոքներ ռուսերից տեղից հրադանենք, մենք իրար այդ յոլակը գնանք մեծ պետքի 30,000-անոց Հայաստան, մենք 10 յոլակը գնանք մենակ, թե մենք մնանք բան ես կոմ, ենք դե Աթաթուրքն է խել տաղանդավոր մարդին չան, այդ նամակ ուղարկում է Լենինին։ Եվ այդ նամակի համար մինչև մի Փաշինյան Նիկոլի ժողովուրդն էլ դաշնակների քթին տալիս։ Ինչևէ, ուղարկում է Լենին, թե դու սրանց համար դից տարածք ես ուզում, բայց սրանք էլ ժողովուրդն են, սրանց դու վիզ ես դնում սրանց համար, սրանց դա հասնում է։ Ինչևէ, դա էլ անցավ։ Դաշնակների փլատակների վրա ստեղծվեց նոր Հայաստանը, այս սովետական Հայաստանը։ Հիմա անցնենք ավելի ռուս-թուրքական դաշինք բացահայտող ավելի հետաքրքիր փաստերին։ Ուրեմն 25 թվականին Սովետական միությունը Թուրքիայի Հանրապետության հետ պայմանագիր է ստորագրում քեզոքության։ 20 տարով ստորագրվել է 25 թվականի նոյեմբերին։ Պայմանագիրը ինչ էր ասում, որ իրանք չեզոք են, մեկը մյուսին վնաս չեն տալիս, պատերազմի դեպքում ստորագրող կողմերից մեկի հակառակորդին պետք է չօգնեն։ Բնականաբար Թուրքիան խախտեց այդ պայմանագիրը։ Թուրքիան դարձավ նացիստական Գերմանիայի դաշնակից, չեզոք դաշնակից։ Չեզոք դաշնակիցը դա քաղաքագիտության մեջ նշանակում է լինել դաշնակից ամեն ինչով, բոլոր հարցերով, տնտեսապես, ֆինանսապես, ամեն ինչով, բացի կռվելուց։ Եվ եթե չլիներ թուրքական քրոմը, Հիտլերը 43 թվականին արդեն հրետանի չէր ունենա։ Քրոմը ստանում էր բացառապես կամ հիմնականում Թուրքիայից, իսկ հրետանի շատ էր սպառում եվրոպական ռազմի դաշտերում։
Ուրեմն 40 թվականի սղագրություն կա Ստալինի եւ Գեորգի Դիմիտրիևի, որտեղ Ստալինը ասում է նրան, որ ես Թուրքիան փակելու եմ, լուծարելու եմ, դեռ ինչ 7 միլիոն թուրք կա, 1 միլիոն թե միլիոն ու կես հայ, մի այդքան վրացի, հույներ, թուրքերին կքշեմ Ասիա, ըստ ամենային նկատի ուներ իր միջին Ասիան, Երեկանի զեմ զատով Բոսֆորը դարդանելը Կոստանդնուպոլիսով պես կմնա, գուցե Ստալինը նպատակ ուներ քրդական պետություն ստեղծել, բայց թե դա բան չեղավ։ Մինչ այդ 39 թվին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից հետո Ստալինը Հիտլերին փորձել է համոզել իր դարավոր երազանքը իրականացնել Ստամբուլի եւ Բոսֆորի վերաբերյալ Հիտլերը կտրուկ մերժում է, որովհետեւ դե մերժում է, դե Ստալինը ասում է կսպասենք։ Գալիս է 45 թվականի գարունը, ռուսական զորքերը գրեթե Բերլին են հասել, Եվրոպայի մեծ մասը ազատագրված է եւ Սովետական միությունը շատ պատական դուրս է գալիս 25 թվականի նոյեմբերին կնքված սովետա-թուրքական չեզոքության մասին պայմանագրից։ Թուրքերի մոտ սա սարսափ է առաջացնում, թե լավ դուրս է գալիս, դուրս եկեք, բայց մի քանի ամիս է մնացել։ Պատճառը որ չեք սպասում մինչև 45-ի նոյեմբերը։ Հետո ավարտվում է հայրենական պատերազմը։ Բերլինի ջարդը, Բերլինի գրավումը ողջ աշխարհը տեսավ, ով պետք է սարսափեց, ով պետք չէր հիասավ, թե թուրքերը սարսափողների թվում էին, սարսափողների շարքում էին։ Եվ լրիվ պատահաբար 45 թվականի հունիսի սկզբերին հայկական Սովետական Հայաստանի կառավարությունը դիմում է կենտրոնական կառավարություն, թե մեր երկիրը փոքր է, մենք շատ ենք, մեր հայրենակիցներն ուզում են վերադառնալ, բայց տեղ չունենք ապրելու, խնդրում ենք վերադարձնել մեր հողերը։ Նմանատիպ խնդրանքով դիմում է նաև Վրաստանի, Սովետական Վրաստանի կառավարությունը, նյութենական կառավարությանը, եւ սա արդեն սարսափ է առաջացնում Ստամբուլում, դες ինչ է կատարվում։ Երկրորդ նախագահը Թուրքիայի Իսմետ İnönü'n իր արտաքին նախարարին ուղարկում է Մոլոտովի մոտ, թե գնա բարիշի հետ ներ, եթե բանը իրոք տակ պրսենք Բերլինի օրը չմենք։ Թուրք նախարարը 45 թվի հունիս թե հուլիս ամիսներին, մինչև Պոզդամ համանadebս համաձայնա զիջել Կարս Վարդաղանը ու նաև Պարզա Արարատլերը, այսինքն վերականգնել 1914-ի սահմանը, այսինքն 1914-ի սահմանը դա 1878-ի սահմանն էր։ Մոլոտովը ասում է ոչ, ասում է բազա է մեզ պետք նեղուսներում։ Ուսին կամավոր էին տալիս։ Թուրքերը պրագմատիկ են։ Ի տարբերություն հայերի, նրանք որքան էր անգլիացի հարգեն Թեպետ դրանք անգլիացի հարգ է պաշտել է, որովհետև կոնկրետ ռեալ փրկվել են անգլիացիներից, հիմք ունեին, ի տարբերություն հայերի, որոնք այսօր արևմուտք են հարգում, սիրուն պաշտում, բայց արևմուտքից միշտ քաշվել են, ցեղասպանվել են։ Վերջին անգամ 23 թվին Արցախում։ Մոլոտովը նաև պահանջում է բազաներ նեղուսներում, իսկ դա նշանակում է Ստամբուլ քաղաքի կորուստ, դրանից հետո էլ ողջ Անատոլիայի կորուստ թուրքերի համար։ Սրանք ասում են, չէ, իբր չէ, բայց թե հələ դեմը Պոզդամ կա, այս կա, դե պարզ անգլիասիկ են խառնում իրար, այս կողմեն կողմ, Պոզդամում այս հարցը քննարկվում է, եւ Միացյալ Նահանգներում Միացյալ Թագավորությունը մերժում են, համարում են սովետական միության նկրտումները, տարածքային նկրտումները Թուրքիայի Հանրապետության հանդեպ ապօրինի, անարդար եւ այլն եւ այլն։ Հարցը փակվում է։ Դե Ստալինն ասում է, դե լավ, не хотите по-хорошему, по-плохому կանեմ եւ սկսում է պատրաստվել պատերազմի։ Թուրքիայի դեմ, որը պետք է սկսվեր ճապոնական պատերազմից անմիջապես հետո, այսինքն սեպտեմբեր ամսին։ Սկսում են կայսակնային արագությամբ
աշխատանքներ տարվել բոլոր ոլորտներում։ Ձևավորում են տեղական ինքնակառավարման մարմիններ, ռայկոմի քարտուղարներ, ռայսովետի նախագահներ, որոնք պետք է պատրաստի կոլեկտիվներով Կարմիր բանակի հետևից գնային եւ ազատագրված տարածքներում հաստատեին իրենց իշխանությունը։ Այդեպ մեր երջանկահիշ Արտաշես Գեղամյանի հայրը, Մամիկոն Գեղամյանը, ՎՊՇ-ի առաջի շրջանավարտներից էր եւ անմիջապես դիպլոմը ստանալուց հետո նշանակվել էր Սուրմալոյի ռայկոմի քարտուղար ու պատրաստ սպասում էին, թե երբ պիտի մտնեն Արևմտյան Հայաստան։ Բայց ուրիշ վատ բան տեղի ունեցավ։ Միջուկային ռմբակոծում տեղի ունեցավ, որը մի քանի նպատակ էր հետապնդում, գլխավորներից մեկը Թուրքիայի փրկություններ Ստալինից։ Այսինքն ամերիկացիք ցույց տվեցին, որ չէ, sense չի լինի, ախպերյան, այս զենքը մենք ունենք, դու դուրս ես գալիս Պարսկաստանից, որտեղ Ստալինը երկու հանրապետություն էր ստեղծել, քրդական եւ ադրբեջանական 44 թվականին, եւ մտադիր էր դրանք միացնել Սովետական միությանը։ Իդեպ գրեթե ոչ մի քուրդ չի իմանում, որ իր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ պետական միավորում նրանց տվել է Ստալինը Իրանի տարածքում։ Դուրս ես գալիս Ավստրիայից, չես կպնում թուրքերին։ Ստալինը հարկադրված, քանի որ 4 տարի մինչև 49 թվականը ինքը անզոր էր, քանի ինքը չունեցավ իր միջուկային զենքը։ Թուրքիայի պրոյեկտը հետաձգեց, իսկ Խրուշչովը հետագայում թաղեց։ Պաշտոնապես հայտարարեց, որ մենք թուրքերի հետ ուզելու բան չունենք, թուրքերը մեզ տալու բան չունեն։ Հիմա ինչի համար եմ ես սա խոսում։ Հիմա եթե տականքներ, եթե դուք ես ժողովրդի դատարկ գլուխը, այս կեղտն եք լսում, իշխանությունն է հակազգային ա եղել գոնե 91 թվականից, չի բարիաճել ինքը ճիշտ բանով լսնի։ Հիմա այս պատմական փաստերին դուք ինչ կհակադրեք։ Եթե ռուս-թուրքական դաշինք ա եղել, լավ է ոնց է Ռուսաստանն ուզեցել ընդհանրապես լուծել էր Թուրքիայի հանրապետությունը 45 թվականին։ Ոնց էր լուծարում 1877-ին։ Դրան եկած էին այ ժամանակներից փրկել եք, չէ։ Արևմուտքը փրկել է 18-րդ դարից ռուսներից, առնվազն 18-ից։ Եկատերինան իր երկրորդ թորանանունը Կոնստանտին էր դրել, որ ուղարկեր աշխատելու Կոնստանդնուպոլիս։ Մեծ Ալեքսանդրը պետք է ժառանգեր իր հորը, Պավել առաջինին, երկրորդին ուղարկելու էր այսօրվա Ստամբուլը։ Եվ այսօր հայ ժողովրդի գլուխը լցված է այդ չափազանց վտանգավոր, իր համար վտանգավոր աղբով, որի հետևանքներից մեկը նաև Փաշինյան Նիկոլի իշխանության գալն էր Հայաստանում։ Հիմա Փաշինյան Նիկոլն եկավ։ Սկզբում խապես թե ոչ մի արտաքին քաղաքական վեկտոր չի փոխվի, մենք կմնանք Ռուսաստանի նույն դաշինքներում, նույն բանում, բայց առաջին իսկ ամիսներից ինքը ապացուցեց, ինքը ավետեց այն, ինչ անում է հիմա։ Ես իհարկե մինչև 18 թիվը գիտեի, որ Հայաստանը չի ունենա Արցախ, չի ունենա Սյունիք և ընդհանրապես կվերադառնա լավագույն դեպքում 1920-ի կարգավիճակին, այսինքն թուրքական վիլայետ ինչ-որ մի 10,000 քառակուսի կիլոմետր համար։ Դա ինձ համար աքսիոմատիկ ճշմարտություն էր։ Լավ, բայց կային չէ վերջը նորմալ մարդիկ, որոնք սրա աշխատանքի առաջի 2 ամիսների ընթացքում պետք է հասկանային, որ ինչ անելու սա, ինչ արեց նա առաջի 2 ամսվա ընթացքում։ Նոր Հայրապետ, նոր Հայաստան շարժումը նախաձեռնեց, կաթողիկոսին տապալելու չստացվեց։ Նախիջևանի բարձունքները հանձնեց, այսինքն դա պետք է հազարայր այս հայ գեներալներին, որոնք իրականում պրապորշիկ չեն, որ սա տարած տվող է։ Ուղղակի դա փորձնական ինչ-որ բարձունքները տալիս են, և
Խաչատուրովի կալանքը եւ գեներալ Գրիգորյանի։ Այդ Խաչատուրովի կալանքով նա ազդարես որ քանդելու է հապկը, բացելու է հապկը։ Մանվելի կալանքով նա ազդարես, դա պետք է ազակ լիներ, որ նա քանդելու է բանակի եւ պաշտպանունակությունը երկրի, որովհետեւ երկրապահ Մանվելի ժամանակ գոնե լուրջ գործ անում էր, չէ՞։ 16 թվականի քարորիա պատերազմի ժամանակ ամսի 2-ի երեկոյան Մանվելը արդեն 5000 հոգի հրամաններում տեղավորել էր Արցախում, Հայաստանից մեկ հավաքել էր։ Դե Վեապարի դեմ առաջի արշավը շարունակություն ունեցավ արդեն 25 թվին, 18-ին չստացվեց, բայց ոչինչ։ Անլուք Սաքսերն ու նրանց աշակերտները սպասել ունակություն ունեն, նրանք համբերատար են։ Բացարձակ ոչ մի անկանխատեսելի բան չկար սրա անելիքների մեջ, գոնե ինձ համար, իսկ մյուսները գոնե պետք է ֆայմեին 18 թվից հետո։ Արցախը հանձնվեց պայմանավորված պատերազմով թուրքերին, Արցախը հանձնվեց, Արցախը հայաթափվեց ամերիկյան հրանգով, ինչի վարվական Խարատյան Արսենն է, որ այդ պրոցեսին, այդ բանակցային պրոցեսին մասնակցել է, մարդը անկեղծ ասեց, իսկ Խարատյան Արսենը բան չէ, նորմալ մարդն չես համարի, նա դարավոր գրանտակեր է կինոամերիկյան դիվանագետ, մարդը ասում է, որ մեզ ասին, որ ապրե ջան, դեր հայերին ինչ են մնաց այնտեղ անում են, վերեք հետ կակաս ռուսներն այնտեղից կհանենք։ Սրանք կազմակերպեցին 23 թվականի հայաթափումը Արցախի, որին նախորդեց 10 ամսյա բլոկադան, եւ դա էլի է ժողովրդին հրամցրեց որպես ռուս-թուրքական դաշինքի հերթական գործողությունը։ Ժողովուրդն իր մեծամասամբ հավատում է։ Հիմա այս ազգին ինչ անես։ Ինչ ապագա կունենա այս ազգը։ Լավ, այսքան կորուստներից, այսքան բաներից, այսքան ակնառու փաստերից հետո ելի սրանք չեն կարող ճիշտ կողմնորոշվել։ Եվ այսօր, այս ավերը, որ սրանք բերեցին, այսօր փորձում են ժողովրդին համոզել, որ դա փրկություն ա եղել իրանց համար։ Նոր կյանք են ստեղծել, նոր Հայաստան, իրական Հայաստան։ Ինչևէ, մի քանի օրից ընտրություններ են։ Կարծում եմ շատ հակիրճ ներկայացրի ռուս-թուրքական դաշինքի ողջամայնքն ու էությունը, հիմնվելով բացառապես պատմական փաստերի վրա, այդ պատմական փաստերը բոլորին հասանելի են, պարկաստո ինտերնետ կա այս աշխարհում, գրադարաններ են մնացել դեռ։ Մարդիկ տող մտածեն, բայց մարդիկ չեն մտածի։ Մարդկանց մտածելա տալիս ստիպում է պետական իշխանությունը, որը այսօր Հայաստանում թշնամի է հայ ժողովրդին։ Եվ ինքը իր մարդկանց գլուխը լցում է այն աղբը, որը ուշ թե շուտ գերեզման կտանի հայ ժողովրդին։ Մի քանի օրից ընտրություններ են Հայաստանում։ Եվ քվեարկության գնացողները թող մի բան հասկանան, որ իր թշնամին թուրքը չէ, Ադրբեջանը չէ, իր թշնամին բացառապես արևմուտքն է, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը նրա ֆիլիալներն են։ Ընտրողը պետք է գիտակցի, ունի երկու թշնամի, այս երկնքի տակ, դա արևմուտքն է, անգլոսաքսերի գլխավորությամբ, եւ նրանց գործակալական ցանցը Հայաստանում, հայ արևմտականները։ Ոչ մի Մուստաֆա Քեմալ, ոչ մի Թայլատի տված վնաս չի կարող համեմատվել այն վնասի հետ, որը տվել են հայ արևմտականները հայ ժողովրդին։ Դա կարող ենք նստել հաշվել։ Նստենք հաշվենք թվերով։ Հայրիկյանն ու իր համախոհները
Սարգսյան Վարդուշով, Վազգենի աղբոր մասին խոսքը, Խզմայլյան Տիկոներով, Հելեն Անցյալի Հայրիկյանները եւ այսօրվա այս գրանտակիրները Յոհաննիսյան Դանիելով, դրանք ավելի վտանգավոր են, ավելի մեծ վնաս են հասցրել Հայաստանի եւ հայ ժողովրդին, քան բոլոր թուրքերը իրար հետ վերցրած։ Եվ քվեարկության գնալիս այս ամենը նկատի ունեցեք։ Քվեարկում եք ժողովարշապետի օգտին, նշանակում է քվեարկում եք հանուն Մակրոնի կնգա, հանուն Թրամպի կնգա, Թրամպի այդ կամուրջը որ սարքում են, թրիպի, հանուն Հայաստանի ոչնչացման։ Այսքան բան։ Առայժմ այսքանը, շատ շուտով կհանդիպենք, նորից կխնդրեի բաժանորդագրվել իմ YouTube-յան և Telegram-յան ալիքներին։ Լավ մնացեք, կհանդիպենք։